Շարունակվում է առավոտի սիրելի հեռուստադիտողներ եւ շտապենք մշակութային իրադարձություններից մեկի մասին եւս պատմել, իսկապես իրադարձություն, որովհետեւ նոյեմբերի 14-ից 20-ը Երևանում, Գյումրիում եւ Աշտարակում անցկացվելու է Երևանյան 17-րդ Շեքսպիրյան փառատոնը, միջազգային փառատոն, որի մասին ամեն ինչ կիմանանք հենց հիմա մեր հյուրից։ Իսկ այսօրվա մեր հյուրն է Երևանի Շեքսպիրյան միջազգային թատրական փառատոնի տնօրեն Կարո Բալյանը։ Բարի լույս։ Բարի ձեզ, շնորհակալություն շատ նման լավ ձևով ներկայացնելու համար։ Ես կարծում եմ, ես կնեղանամ, եթե իմանամ, որ մարդիկ կան, որոնք մշակույթով հետաքրքրված են ու փառատոնի մասին տեղյակ չեն, որ պիտի ինձնից լսեն նորությունները։ Դե հիմա կներկայացնենք, կծանոթացնենք։ Այս տարվա մանրամասներից տեղյակ չենք, որովհետև դեռ պետք է լինի, իսկ մենք գիտենք, որ այս օրերին բավականին շատ խիտ աշխատանքային գրաֆիկ է ձեզ մոտ եւ հասցրել եք այդ գրաֆիկում նաեւ մեզ մոտ հյուր գալ ու պատմել փառատոնի մասին։ Այո, երեկվանից սկսել է իրականում, որտեվ Մոսկվայի Ռայկինի անվան սատիրիկոն թատրոնը արդեն Հայաստանում է եւ 60 հոգի այդ ընդհանուր կազմը եւ այս օրերին փորձելու ենք պատրաստվել հենց բացմանը, որ բացմանը 14-ին եւ 15-ին նոյեմբերի հենց տեղի կունենա այդ լեգենդար Բուտուսովի Չայկա ներկայացումը, Ճայը ներկայացումը, որը որ 3-4 տարի չէր գնում արդեն բեմում սատիրիկոնի, որտեվ դերասանները փոխվել եւ այլն եւ ցավոք սրտի Բուտուսովը չհասցրեց տեսնել, որտեվ պայմանավորվածություն կար իր հետ, որ ինքը պետք է գա եւ վերականգնի ներկայացումը եւ անժամանակ մահացավ, բայց հիմա Կոնստանտին Արկադիչը ոնց որ վերականգնում է եւ Պարոնյանում նոյեմբերի 14-ին կմեկնարկի ռեպրեմիերան, այսպես կարելի ասել, Ճայը ներկայացման, շատ մարդիկ են նաեւ Ռուսաստանից, Եվրոպայից ավիա տոմսեր գնել եկել, որ նայեն ներկայացումը։ Մի խոսքով այսպես լավ լեցուն պրեմիերա է սպասում 14-15-ին։ Ունենք հյուրեր Մոլդովայից, Մոլդավիա է, ճիշտ է, Մոլդովա, ուրեմն Մոլդովայից ունենք հյուրեր։ Ունենք Ռումինիա-Հունգարիա համատեղ պրոյեկտ, ունենք Հունգարիայից առանձին, ունենք Սանկտ Պետերբուրգից հյուրեր, ունենք Լեհաստանից հյուրեր եւ Շվեյցարիա-Հայաստան կոլաբորացիան, որը որ Նովեն Սկուլի հետ անում է Պիտերբուրգի դերասան Դորիան Ռոսելը, շատ հայտնի ռեժիսոր Շվեյցարիայում թերևս։ Մի խոսքով այսպես sense լեցուն 7 երկիր 9 ներկայացում, այսպիսի ծրագիր է այս տարի սպասում։ Եվ 6 օր։ Եվ դե ինչի 7 օր, 14-ն էլ հետը հաշված, այո 20-ը 14-ը բացման հնարավորություն որպես դա էլ է ներկայացում, իհարկե, դա էլ է ներկայացում։ Իսկ ինչպես ընտրվեց անունը այս տարվա խորագիրը Շեքսպիրը եւ ռուս դասականները։ Shakespeare and Co, այդպես է կոչվում, քոչելի CO, Shakespeare and Co, այսինքն Shakespeare and Company, չգիտեմ ոնց տակից դուրս գամ այդ հնարածս բառի, Shakespeare and Classics Others, չգիտեմ Classic Others, սենց ինչ-որ բանով, այսինքն and Co ենթադրում է, որ Շեքսպիրը որպես մեղ է ամեն ինչի, հա, եւ ուրիշ դասականներ, այս տարի ընտրվեց ռուս դասականները, եւ ուզում եմ աշխարհագրություն այս ամեն ինչի գնալով ավելի մեծացնեմ, այսինքն կլինի ամերիկյան, կլինի մյուս, ամենակարևոր նպատակս է, որ աշխարհագրությունը այնքան մեծացնել այս ամեն ինչի, այնքան հետաքրքրությունը մեծացնել, այս նոր գաղափարի Շեքսպիրյանի, որտեղ արդեն լիովին եվրոպական ցանցի անդամ է, փառատոների, բայց այս դասականների կուլտուրան այնքան մտցնել, որ անենք մոտ ապագայում հուսով եմ հայ դասականներ, Շեքսպիր եւ հայ դասականներ ու շատ ինձ համար ուղղակի երանելի պահ կլինի, որ Եվրոպայից, նույն ձևով Ռուսաստանից հատուկ հայ դասականների պիեսների հիման վրա կամ գործերի հիման վրա ներկայացում անեն ու մեծ հաճույքով հրավիրենք այստեղ։ Բոլորիս համար դա շատ լավ կլինի, որտեղ հիմա որ գնում ենք Եվրոպա, այո, Եվրոպա են գնում, դե կամած պիտի ոնց որ էլի սկսենք տենց գյոզերով սկսենք հայ։ Փոքր քայլերով։ Այո։ Որտեղ շատ ներկայացումներ կան, ռուս Տոլստոյ, օրինակ Տոլստոյ եւ Չեխով Եվրոպայից են բերում այդ ներկայացումները։ Հայտնի եւ պահանջված հեղինակներն աշխարհում։ Տարբերվում է ինքը ռուսական Չեխովի բեմադրությունից, որտեղ իրենց համար Չեխովը, այո, ռուսների եւ մեզ համար Չեխովը դա մի քիչ բարձրություն է, որ վախենալով ենք մոտենում, հա, եթե խելացի լինենք վախենալով կմոտենանք, բայց Եվրոպայում այդ նույն բանը Չեխովը ու
Դրանից ավելի հետաքրքիր է ստացվում ներկայացումը։ Մոտեցումները տարբեր են։ Իրականում նշեցինք արդեն, որ բացման պրեմիերան, ռեպրեմիերան տեղի ունենալու այստեղ Երևանում Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում, բայց նշենք նաև, որ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ ոչ միայն Երևանում է լինելու Շեքսպիրյան փառատոնը այս տարվա։ Այո, ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ նաև լինելու է նաև Գյումրիում եւ Աշտարակում եւ շատ մեծ լումա ունեն ներդրած, այսպես ասենք, իմ ընկերները, որոնք հավաքվել են կողքիս ու գաղափարակիցներ են։ Ընկերները, ովքեր գաղափարակից էլ չեն նույնիսկ, ովքեր զբաղվում են այս գործով, մյուս գործով, որտեվ այսօր հիմա անուններով չենք տա, որ գովաստ չլինի, ուղղակի գիտեմ, հետո ինձնից պետք փողերը կվերցնեք, դրա համար որ ուրիշ սֆերայով են զբաղվում իրենք, բայց իմանալով փառատոնի կարևորությունը, իմանալով թե ես ինչպիսի կարևորություն ունի ինձ համար դա եւ ինչպիսի կարևորություն ունի ընդհանրապես մշակութային կյանքի համար Հայաստանի, նրանք աջակցում են փառատոնին, այսինքն անհատներ, ովքեր աջակցում են փառատոնին ու մեծ առույցի բաժինն են, հա, հատկացնում այդ ամեն ինչին փառատոնի կայացման համար եւ իհարկե ԿԳՄՍ նախարարության այո շնորհիվ։ Իսկ որ օրերին եք լինելու մարզերում։ Մարզերում լինելու ենք ամսի նոյեմբերի 17-ին ժամը 6-ին Գյումրի թատրոնում շատ լավ ներկայացում է, շատ Գոգլի քիթը, հա, այս քթից էլ մեծ քիթ է, իրոք շատ հետաքրքիր ներկայացում է, որտեղ տարել է մի քանի շատ անվանի նոմինացիաներ, այդ թվում ոսկե դիմակը, ոսկե սաֆիտը, գվոզդ սեզոնը, կարծեմ դա էլ է տարել, այսինքն շատ լավ ներկայացում, ես անձամբ տեսել եմ այդ ներկայացումը ու հիացած եմ այդ ներկայացումը, ժամը 6-ին Գյումրի թատրոնում կլինի Վարդան Աչեմյանի անվան ամսի 17-ին նոյեմբերի, իսկ նոյեմբերի 18-ին ժամը 9-ին արդեն Լեհաստանը կներկայանա Աշտարակում։ Իսկ հանդիպումներ դերասանների հետ կամ վարպետության դասեր հնարավոր է այդպիսի բաներ լինեն, թե այո, հիմա լաբորատորիան Դորյան Ռոսելը անում է թատերական դպրոցի հետ, Նովեն Սկուլի հետ, բայց Արկադի Կաստանտին Ռայկինի հետ հիմա այսպես մենք սպասում ենք, որ Կաստանտին Արկադիևիչը ասի ազատեմ ու միանգամից այդ հայտարարությունը գցենք, որտեղ շատ սպասող կա իր հետ վարպետաց դաս անցկացնելու, բայց քանի որ մենք նախապես ունենք պայմանավորված։ Ասեք, որ հիմա օրը չեմ ասի, ինչի որովհետև այդ նույն դեպքերի, ծանր դեպքերի հետևանքով որ Բուտուսովը պետք է գար վերականգներ, Կաստանտին Արկադիևիչը պիտի գար վարպետաց դաս աներ, քանի որ Բուտուսովը մահացավ, հիմա ամբողջ գվերը իր ուսերին է, ինքը ուրիշի ներկայացում է վերականգնում փաստորեն, հա։ Իր ընկերոջ ներկայացումը վերականգնում ու ինքը ասում է կարող ես իրոք չգիտեմ երբ եմ ազատ ժամանակ ունենալու, եթե ամսի 14-ին ամեն ինչ լավ անցավ իմ սրտով, 15-ին միգուցե դնենք, ասում եմ խնդիր չկա, դուք ինձ ասեք մի օր առաջ, ես հայտարարությունը մի անգամից կգցեմ ու վստահ եմ շատ մարդ կհավաքվի։ Կարծում եք մի քանի ժամն էլ է բավարար։ Այսպես սպասում եմ, ծրագրի մեջ չեմ ներառել ցավոք սրտի։ Այո։ Իրականում սա շատ կարևոր մի նախագիծ է, առհասարակ փառատոնները երկրի մշակութային կյանքում են բերում փոփոխություն, բայց հենց թատերասեր եւ թատերական ոլորտում գործունեություն ծավալող մարդկանց ինչ փոփոխություններ է բերել այս փառատոնը նախորդ նաեւ անցկացված տարիների հետ։ Հաշվի առնելով նաեւ վարպետաց դասերը ու լաբորատորիաները, որ տեղի են ունենում, այս փառատոնի շնորհիվ շատ թատրոնների համար կարողանում եմ ես իմ լուման ներդնել ինչ որ փառատոններ ուղարկելու, ինչ որ կապեր ստեղծելու համար, հա, ու դա շատ վաղուց է գալիս, նույն ձևով այն ժամանակ կամերային թատրոնը Լեհաստան գնաց, հետո Պարոնյան թատրոնը Հունգարիա, այսինքն այդ ինչ ասում եմ, այդ փառատոնի կապերի շնորհիվ սկսեց այդ ամեն ինչ, հետո իրենք իրենց ընկերությունը շարունակում են Գյումրու թատրոնը անցած տարի էր եւ դրամատիկ թատրոնը Սանկտ Պետերբուրգ, համազգային է այս տարի Սանկտ Պետերբուրգ, այսինքն մշակութային կապեր են ձևավորվում։ Իհարկե, բացի դրանից մեր նպատակն է, չէ, եթե փառատոնը պետք է լինի ուղակի ու անցնի ու ոչ մի հետք չթողնի, ուրեմն էլ ինչի ենք անում, այսինքն բացի հանդիսատեսից այդ գեղագիտական հաճույքը նաև պետք է այդ կամուրջները ստեղծենք մեր թատրոնների միջև, որ լավ լինի։
Հիանալի։ Շնորհակալ ենք անչափ։ Ձեզ եմ շնորհակալ։ Այս կարևոր լուրերով մեզ հետ սկսելու համար։ Շատ կարևոր լուրերով հիմա վեր եմ կենում ու գնում եմ հյուրանոց, որպեսզի ակարդի ժամը պահել ենք, ինչպես խոստացել էինք։ Հա, շատ կարևոր տեղ տանը։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ից 20-ը Երևանում, Գյումրիում եւ Աշտարակում լինելու է Շեքսպիրյան Երևանի փառատոնը, 17-րդն է այս տարի։ Նորությունները վստահ ենք շատ է, կամփոփենք ավարտից անմիջապես հետո։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Իսկ մենք շարժվենք առաջ։ Արի գիտես ինչ անենք։ Ապա լսենք լավ երաժշտություն ու շուտ վերադառնանք։ լավ